մեր քարտեզից եւ որպես ուշ եթե չեք ուզում վերադարձրեք ես գիտեմ կարող Ես էլ բուկլետա, մեր բուկլետն Բայց ինչ ես ավելացնելու կներես Հա? Ինչ ես ավելացնելու Ինչին? Այսքան 7 տարիներին 7 տարիներին ասենք օրինակ 300 դպրոցին եւս 300 դպրոց Էդի պետության համար բան չի Դպրոցը բան չի պետության համար Դպրոցը շատ լավ է Բայց իմ աշկի դեմ դպրոցը քանդում են նորից նույնը սարքում են ինչ է նշանակում էդի Չէ, գիտեք, ես ձեզ հիմա բացատրեմ ձեր ազգանունը ի՞նչ է Նորիկ Ազգանունը Եղազարյան Պարոն Եղազարյան, այն դպրոցը որ քանդում են, դա նշանակում է սեյսմիկ առումով անկայուն է շենքը եւ չի կարելի դա նորոգել։ Պարոն Փաշինյան, որը ես որտեղ որ ավարտել եմ, նորաստեղ դպրոց է եղել։ Նորաստեղ։ Բայց դուք քանի տարեկան եք։ 77 Բայց դուք ինձ 60 Բայց հիմա ժամանակի ընթացքում ինքը արդեն սեյսմավտանգ է։ Լավ տանեմ, ես լավ եմ ճանաչում դպրոցը։ Պարոն Եղազարյան, աշխատել եմ իմ կողքս։ Ամենայն հարգանքով, բայց կարող ենք ստուգել, եթե պետք լինի, դա կարող եմ նաև ապացուցել։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Եթե դպրոցը քանդվել է, ես հասկանում եմ, որ դուք շատ էմոցիոնալ կապ ունեք, ես հասկանում եմ դպրոցի հետ, բայց եթե քանդվել է շենքը, նշանակում է ինքը սեյսմիկ արդեն վթարային կամ նախավթարային։ Ասեք, եթե կասեք, բայց չեք համոզի, Եթե ասելով չի, եթե համոզել Ես հիմա իմ ինֆորմացիան կկիսեմ ձեզ այդ հարգանքով եւ կթողեմ կգնամ։ Դուք հետո կվերլուծեք։ Գիտեմ ձեր ինֆորմացիան նորմալ կա։ Ձեզ նորմալ են հասցնում ամեն ինչ ինֆորմացիա, բայց իրականը չի։ Գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ։ Մեզ համար, կառավարության համար, շինարարի համար, իրականացնող կազմակերպության համար շատ ավելի հեշտ է հիմնանորոգել, քան քանդել զրոյից կառուցել։ Էլի ուզում եմ ձեզ ամենայն հարգանքով ձեզ հավաստիացնել, որ եթե շենքը քանդվել է, նշանակում է ինքը սեյսմիկ պրոբլեմա ունի։ Դպրոցն է թողում միայն պետությունը պահելու համար ինչ Օրինակ, տնտեսություն, օրինակ, բանակ, օրինակ, ամսի 28-ին հրավիրում եմ ձեզ Հանրապետության հրապարակում եւ դուք գիտեք ինչ կտեսնեք Հանրապետության հրապարակում։ Դուք Հանրապետության հրապարակում կտեսնեք բոլորովին նոր բանակ իր բոլոր պարամետրերով։ Դուք դե շատ երկար է, այդքան չեմ կարող բացատրել։ Ես ամսի 28-ին Ամսի կամ հեռուստացույցով կարող եք նայել, եթե հարմար չի գալ, բայց ես խորհուրդ կտամ գալ եւ տեղում նայել, որովհետեւ ես նաեւ հանձնարարել եմ, որ զորահանդեսից հետո ոչ թե հեռացնեն տեխնիկան, այլ ըստ ամենայնի Տիգրան, իմիջայլոց երկարությունը այնքան է հաստատ ստեղ հասնելու է։ Կարող եք մտնել զինվորական զրահատեխնիկան, ինչ որ ցուցադրելու ենք, ես հանձնարարական եմ տվել, որ չհեռացնեն, այսինքն չգան մտնեն գնան։ Ասել եմ Տիգրան մեծ պողոտայով, ինչքան տեղավորվում է, ամբողջը բերենք կանգնացնենք, որ դուք եւ ձեր նման մյուս մեր հարգելի քաղաքացիները հնարավորություն ունենալ գալ մոտիկից տեսնել, իհարկե ձեռք չտալ եւ այլն, բայց տեսնել եւ ձեր տպավ Հա? Մարկետն է։ Լավ, էլի պարոն Եղազարյան, կներեք մենք այդքան անհարգալից բան թույլ կտանք մեզ դրանք, այսինքն դուք կտեսնեք լավ։ Սովետի վաղ ամեն ինչ տեսել ենք։ Պարոն Եղազարյան, կտեսնեք, եթե կմտածեք մակետ է, արեք ձեր հետևությունը, եթե մտածեք մակետ չի, հույս ունեմ, որ էլի այդ իրադարձությունից հետո մի օր էստեղով անցնելիս կգամ, ձեր ձեռքը կսեղմեմ, ամենայն հարգանքով ձեր ողջությունը կմաղթեմ եւ կհեռանամ։ Եվ հույս ունեմ, որ այն ժամանակ ավելի դրական տպավորություններ կունենա։ Ձեր ձեռքը եթե կարելի է սեղմեմ, լավ եղեք։